Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթվա երկրորդ օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր երկու հանդիպում ենք միասին դիտելու Էլիտ լիգայից։ Առաջին հանդիպումը քիչ անց մեկնարկի, որտեղ միմյանց հետ մրցում են Լեռնային Արցախը եւ Յուվենտուսը։ Շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում։ Տեսնենք ի վերջո որ թիմը այսօր արդյունքի կհասնի։ Իսկ երկրորդ հանդիպումը այսօրվա այս խաղից հետո կմրցեն միմյանց հետ Չելսին եւ Կադիսը։ Երկու շատ հետաքրքիր դիմակայություն է սպասվում մեզ այսօր։ Նա տեսնենք Լեռնային Արցախ Յուվենտուս հանդիպումը ինչպես կայանա, հանդիպումը մեկնարկած է Լեռնային Արցախի տղաները աշտի կենտրոնից խաղը մեկնարկեցին եւ հիմա անցնեն թիմերի կազմերին։ Լեռնային Արցախից սկսեմ, ասում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 3 Արթուր Աբրահամյան, համար 4 Արսեն Ինգուլբաբյան, հիմա վտանգավոր կարող է լինել եւ հենց մեկնարկում կարողանում է Յուվենտուսը հաշվի մեջ առաջ անցնել 1-0։ Միքայել Պողոսյան 1-0, հենց մեկնարկում կարողանում է Յուվենտուսը հաշվի մեջ առաջ անցնել եւ շատ լավ մեկնարկ է տալիս այս խաղին։ Տեսնենք Լեռնային Արցախը ինչով կպատասխանի Յուվենտուսին։ Միքայել Պողոսյանը դարձավ գոլ հեղինակ եւ տեսնում ենք հիմա շատ վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել Լեռնային Արցախը, ինչպես միշտ թիմի լավագույն ռմբարկուն է գնդակը վերցրել Ռոնալդ Մելքումյանը։ Տեսնենք Սավարի Սուլիչը տրա, տեսնենք Մելքումյան ցածրից սպորտ եւ անկյունային առաջին անկյունային այս խաղում խաղացված է անկյունայինը Մելքումյան Մեցին նրանից գնդակը եզրային մոտում Լեռնային Արցախին եմ շահանակեն Լեռնային Արցախի կազմը համար 5 Ալեն Սարգսյան համար 7 Ռոնալդ Մելքումյան համար 10 Թիմյավակ Արսեն Սարգսյան համար 11 Պավել Ղաբայան համար 17 Արսեն Հարությունյան համար 22 Միքայել Առաքելյան համար 23 Տիգրան Համբարձումյան համար 73 Սերգեյ Ասսերյան Ստում ենք որ վերջինս է պաշտպանում այս բային Լեռնային Արցախի դարպասը Համար 77 Արամ Կոստանդյան եւ համար 99 Նիկոլայ Համբարձումյան Յուվենտուս դարպասում է համար 16 Արսեն Արսենյանը համար 8 Յուրի Խաչատրյան Յուրի Հակոբյան ներողություն համար 9 Թիմյավակ Մանուկ Նիվազյան համար 11 Ռևիկ Եղիազարյան համար 17 Արամ Անտոնյան համար 20 Անդրանիկ Պողոսյան համար 23 Միքայել Պողոսյան եւ համար 77 Ռաֆայել Վարդանյան Խաղի մրցավարն է Վագն Ակուլյանը Այսքանը պաշտոնական մասով տեսնում ենք շատ ակտիվ են երկու թիմերն էլ մեկնարկել հանդիպումը Աստմեկերդ գոլը Միքայել Պողոսյանի այս մրցաշարում Մելքումյան շարժվեց առաջ Մելքումյան եւ նորից գցեցին Ուշացվում է Մելքումյանը դեղին կարտով
վիճում են այս դրվագի համար Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Վտանգավոր լինել և Պողոսյան արվածը չստացվեց Միքայել Պողոսյանի։ Ուրադյան եկավ թիկունք թիմակիցներին օգնելու, բայց փոխանցումը չստացվեց Ուրադյանին, Համբարձումյան, լավ խաղարկումներ, վտանգավոր էր նորից, Խուճապ Բաբայան շատ արագ հավասարեցնում է հանդիպման հաշիվը Լեռնային Արցախը, Վալերի Բաբայան 1-1։ Վալերի Բաբայան 1-1 շատ արագ հավասարեցրեց հաշիվը Լեռնային Արցախը, տեսնում ենք ճնշումը ի վերջո տվեց իր արդյունքը, այդտեղ պաշտպանությունում սխալվեց Ռաֆայել Վարդանյանը և օգտվեց Վարդանյանի սխալից Բաբայանը Նետում Պողոսյան, լավ չմշակեց գնդակ այստեղ Պողոսյանը, Բաբայանն է սխալվում, Ուրադյան, փոխանցում Պողոսյանը, Ասերյանը տեղում էր, լավն է, սնկի, Arsen. Հարաշալի անցավ կիսադաշտը Արցախը։ Այս նորից լավ պաշտպանվեց Յուվենտուսը։ Լայն Արցախը այս պայն երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, երկու խաղ պակաս են անցկացրել այս պայն առաջատար Վիլյարեալից և 9 միավորով զիջում է Վիլյարեալին։ Ամենը մեկ պարտություն է կրել այս մրցաշարում։ Լայն Արցախը այն էլ դեց առաջատար Վիլյարեալից, Յուվենտուսը 14 խաղից 27 միավորով 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Բաբայան հեռվից արված, փրկում է թիմին Արսենյանը, երկրորդ փորձից էլ Մելքումյանն է ավելացնում, բայց պաշտպանը հանգնում է Մելքումյանի հարվածի ճանապարհին, միայն անկյունային Լեռնային Արցախի օգտին։ Մելքումյան, փոխանցում, բայց գնդակը Հարությունյանը, Կոստանդյան, կարող լինել, Համբարձումյանն է իմ այլ արվածում նորից, պաշտպանները զգոն էին Յուվենտուսի, Մելքումյան, Բաբայան գցեցին նրան դուգանային արված, կոպիտ գործեց այստեղ
Բաբայանի հետ Ռաֆայել Վարդանյանը եւ զգուշացվում է դեղին քարտով։ Նորից շատ վտանգավոր դիրքում Դուգանային կրկին վերցրել է Մելքումյանը, երկրորդ փորձը այս խաղում Սուլիչը կա Մելքումյան արված։ Թոփյանն է հեռացնում գնդակը։ 10 րոպե անցավ խաղի մեկնարկից, 1-1 է հաշիվը, շատ բարձր է խաղի տեմպը։ Տեսնում ենք մի փոքր առավելություն ունի գնդակի տարածքային Լեռնային Արցախը Յուվենտուսի նկատմամբ Համբարձումյան հակված է այս փոխանցման ճանապարհը Հիմա մանր կարգումներով փորձում է շարժվել առաջ Լեռնային Արցախը Ասերյան հանգավոր են հիմա գործում ֆուտբոլիստները, բայց կարողացան գնդակը հասցեագրել մինչև Ռոնալդ Մելքումյանը կանգնեց և պայեց գնդակը Մելքումյանը, բայց Սեն Արսենյանը որսած գնդակը և սկսում է իր թիմի գրոհը Ուգադյան տարան նրանից տակը եզդային նետում Աբայան Այս գնդակի մոտ լավ նկատեցին Կոստանդյանին, Կոստանդյան թույլ էր արված ի վերջո Արամ Կոստանդյանի, բայց շատ լավ էր նկատել Կոստանդյանին այնտեղ կարծես թե Արսեն Հարությունյանը Անդակվում է Լեռնային Արցախի տեղատարապ գրողները վերջին րոպեներին երկրորդ համարով են աշխատում տեսնում եք Յուվենտուսի ֆուտբոլիստները Աբայանի գոլից հետո Պողոսյան երվից փորձ, բայց շեղ է նրա արվածը Սումյան լավ նկատեց Մելքումյանին և ընթացքից արվածը Արսեն Արսենյանն էլ փայլուն փրկեց իր թիմին 17 գնդակ է հեղինակել այս մրցաշարում այս պայն Ռոնալդ Մելքումյանը և զիջում է 2 գնդակով առաջատար Կարո Մանուկյանին 3 իր գոլը խփեց հերթական Կարո Մանուկյանը Անտոնյան ընթացքից արված Մեկ գնդակ է զիջում Մանուկյանը
Պողոսյանին, նայել 16 գնդակին հեղինակել այս մրցաշարում երկու ֆուտբոլիստներն էլ փայլուն մրցաշար են անցկացնում։ Մուրադյանն է գնդակով, անկեր է փնտրում Անտոնյան։ Կրկին Մուրադյան։ Մենք փակ են բոլոր խաղացողները և եզրային նետում։ Վարդանյան, Անտոնյան նկատեց Մուրադյանին, լավ խարկումներ Եղիազարյանի արվածը չստացվեց, շարունակում է Յուվենտուսը գրոհել Պողոսյան և հիմա էլ Եղիազարյանն է սխալվում, ստեղ էլ կզգուշացվի Պողոսյանը։ Ստանձյան, Բաբայան Սել է Արցախը գրոյի Ամբարձումյան Մելքումյան ընթացքից արվածը փակեցին ուշկու արված կատարեց Ռոնալդ Մելքումյանը, բայց կրկին հաջող գործեց Յուրի Հակոբյանը պաշտպանությունում Խլեց գնդակը կարծես թե Անտոնյան արված Ասերյանն է փրկում իր թիմին Պաշտպանները տեղում չէին Լայն Արցախի այս անգամ հիմա հրաշալի փոխանցում Մելքումյանի ուղղությամբ փոխնիփոխ գրողներ ենք տեսնում լավ փոխանցում Ամբարձումյանին Ստանձյան Մելքումյան Բաբայան ցածրից արված Նորից Հակոբյաններ, կանգնում արվածի ճանապարհին Այլում փոխանցում և հիմա ինչ է անում այստեղ Նիկոլայ Ամբարձումյանը Այլում փոխանցում էինք տեսել թիկունքից Բաբայանի կողմից բայց Ամբարձումյանը որոշեց գեղեցիկ ոճով գրավել Արսեն Արսենյանի դարպասը Փոխանցում Պողոսյան արվածը լավը չէ Պողոսյանը Սխալ փոխանցում Պողոսյան Լավ խաղարկումներ
Անտոնյանն եմ էլ սխալվում, Մելքումյանը սլանում է առաջ, Մելքումյան տարավ աջ գնդակը հարվածեց և շատ վտանգավոր էր։ Հրկվում է նորից Յուվենտուսը։ Այլ Յուվենտուսի պատասխանը տեսնենք Անտոնյան։ Լավ փոխանցում Մուրադյանի ուղղությամբ, հասավ այս գնդակին Մանուկ Մուրադյանը։ Ասելյան Ռուսիական պաշտպանությունից Արցախի տղաները փայլուն փոխանցում նորից Բաբայանից Համբարձումյան փակեցին փոխանցումը Օրերորդ փոխանցումը արդեն տեսանք թիկունքից Վալերի Բաբայանի կատարման Բաբայան ցածրից արվածը փակված է եւ Չիմպային կարողացավ Ամրանիկ Պողոսյանը հեռացնել գնդակը Վերջին 5 րոպեն մնաց առաջին կեսի ավարտին Սպայն 1-1 է հաշիվը Մելքումյան փոխանցում Բաբայանի ուղղությամբ վերջինիս հարված է շեղը Կանգերովն է սկսում Էրլայն Արցախը Բաբայան Հատխարկումը չստացվեց Արսեն բայ Անեկրոք մեջտեղներ Մելքումյան լավ նկատեց աչեզրում Բարցումյանին Բաբայան նորից պատխարկում չստացվեց Մելքումյան արված և փայլուն կրակոց նորից Ռոնալդ Մելքումյանից առաջ է շարժվում Լեռնային Արցախը այս խաղում 2-1 փայլուն էր Ռոնալդ Մելքումյան 2-1 Առաջին անգամ այս խաղում առաջ է շարժվում հաշվի մեջ Լեռնային Արցախը մեկ անդկնդարդ և նորից Ռոնալդ Մելքումյանի փայլուն կրակոցը տեսանք, բայց շուշացավ Յուվենտուսի պատասխանը Արամ Անտոնյան 2-2 Արամ Անտոնյան 2-2 խելայ հանդիպում է ընթանում ուղղակի և ընդամենը 10 վայրկյան անց կարողացավ Յուվենտուսը հավասարեցնել հանդիպման հաշիվը Մելքումյանի գոլին պատասխանեց Արամ Անտոնյանը Վարդանյան փայլուն փոխանցում Անտոնյանին Անտոնյանից Մելքումյան տտվեց Մելքումյանը Անցումը չանցավ, այստեղ էլ կարող է իման նետվել գրոյի Յուվենտուսը Մուրադյան Պողոսյան Մուրադյան արված և շատ վտանգավոր էր հիմա Մանուկ Մուրադյանի հարվածը Դեռ լռում է այսօր Մանուկ Մուրադյանը, բայց շատ վտանգավոր հիմա հարված կատարեց այստեղ
18-րդ գոլը հեղինակեց Ռոնալդ Մելքումյանն էլ այս մրցաշարում հիմա կրկին վտանգավոր էր խորքից փոխանցումները այսօր տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստների շատ վտանգավոր են, բայց եզրափակումները տեսնում ենք դեռ նրանց մոտ չեն ստացվում։ Երկար փոխանցում Պողոսյանի ուղղությամբ։ Չին րոպեն է ընթանում առաջին կեսի ավարտին։ Սույկան հորած գոլ։ Ոչ էսա ոչ է։ Տեքսանի եկեք։ Ստանձյան։ Եվ վերջ, առաջին կեսն ավարտված է, 2-2 հաշվով գնանք ընդմիջման, կվերադառնանք մի քանի րոպեից։ Վերադարձանք սիրելի ֆուտբոլասերներ, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ եւ առաջին կեսից հետո մարտական ոչ ոքի այս պայն 2-2 հաշիվ Juventus-ի կազմում աչքի ընկան Քել Պողոսյանը եւ Անտոնյանը, իսկ Լեռնային Արցախի կազմից Մելքումյանը եւ Բաբայանը հավասար պայքարում ընթացավ առաջին կեսը, երկու թիմերն էլ շատ հնարավորություններ ունեցան, բայց հավատացան ամենը երկուսը արդյունքի վերածել, հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա։ Հարակ վեր իշենք թիմերի կազմերը, Լեռնային Արցախ, Խաչատրյան, Դարպասապա, Արթուր, Աբրահամյան, Արսեն, Ռուբաբյան, Ալեն Սարգսյան, Ռոնալդ Մելքումյան, Արսեն Սարգսյան, Վալերի Բաբայան, Արսեն Հարությունյան, Տիգրան Համբարձումյան, Սերգեյ Ասերյան, Արաբ Կոստանդյան եւ Նիկոլայ Համբարձումյան։ Juventus, Դարպասապա Արսեն Արսենյան, Յուլի Ակոբյան, Մանուկ Մուրադյան, Ռևիկ Եղիազարյան, Անտոնյան, Անդրանիկ Պողոսյան, Քայլ Պողոսյան, Ռաֆայել Վարդանյան։ Այ մրցավարներ Վագն Ակուլյան, այս կնը կազմերի մասով հիմա անցնենք Աղին, Բաբայան, անցումը չստացվեց։ Մենք ակտիվ է մեկնարկել երկրորդ խաղակեսը Լեռնային Արցախը, կրկին գնանք են գրում, Համբարձումյան, փոխանցում եւ Ակոբյանն է հեռացնում գնդակը։ Հարկված է անկյունայինը, Սարգսյան, փոխանցում, հարկագրով չստացվեց, Juventus-ի, Մուրադյան, բայց արագ հիմա նետվում է գրոյի Juventus-ը, Պողոսյան, կր առաջ թողեց գնդակը, հալված դարպասից, Պողոսյան, անցումը չստացվեց, վտանգավոր է։ Շարունակվում է գնդակը մնալ Լեռնային Արցախի մոտ, Կոստանդյան։
Ամբարձումյան լավ նկատեց Բաբայանին, Բաբայան, տեսնենք ինչ կմտածի Վալերի Բաբայանը, ծածից փոխանցում փրկում է թիմին։ Արսեն Արսենյանը այստեղ խլեց գնդակը Մելքումյանը փայլուն անցում, Մելքումյան եւ նորից Յուրի Հակոբյանի սակում այստեղ աշխատում է անկյունային Լեռնային Արցախի օգտին։ Բաբայան այս անգամ շատ վտանգավոր էր Բաբայանի հարվածը։ Գազարյան լավ խաղարկումներ Պողոսյան արված փրկում է իր թիմին Սերգեյ Ասերյանը։ Խաղարկված է անկյունայինը Վարդանյան պատտեցրեց գնդակը, բայց դիպուկ չէր Ռաֆայել Վարդանյանի հարվածը։ Բաբայան, Ամբարձումյան, լավ խաղարկումներ նորից Արցախի կողմից, Սարգսյան, փոխեց գրոյի եզրը։ Նորից անկյունային Արկված է անկյունայինը Բաբայան Սարգսյան Հերբից է փորձում Սարգսյանը, բայց բարձր է արժացում Նորից անցում Մելքումյանից, Մելքումյան հարված Անդրադարձ, կրկին անկյունային Արկված է անկյունայինը Կոստանդյան Մելքումյան, նրա դեմ պայքարեցին նորից, բայց եզրային նետում միայն Արկված է անկյունայինը Սարգսյան, ում էր տեսել այնտեղ Ամեն Սարգսյանը գրով չստացվեց Յուվենտուսի եւ արագ փորձում են հետել գրոյի Լեռնային Արցախը Սարգսյան Կոստանդյան չանցավ փոխանցում Արամ Կոստանդյանի Մուրադյան պայծ գնդակի թիմի մոտ Մուրադյան ներվից փորձ բարձր էր Անուք Մուրադյանի արվածը Արագ խաղարկում է գնդակը Ասերյանը Սարգսյան լավ փոխանցում վտանգավոր էր հիմա նորից Նիկոլայ Ամբարձումյանը փորձեց գեղեցիկ ոճով դառնալ գոլեղինակ, բայց կրկին չի ստացվում նրա մոտ Տոնյան երկար փոխանցում Պողոսյան ընթացքից արված Վատ չէր մտածել Պողոսյանը
Մուրադյան ցածրից փոխանցում տեղում էր Սարգսյանը Բարսումյանն է շտապում եւ սխալվում Պողոսյան լավ պատխաղարկում Լեցին գնդակը Պողոսյանից Բաբայան Արջևում մարդ չկա եւ հիմա խախտում Մելքումյանից 10 րոպե անցավ երկրորդ խաղակեսից երկուս է հաշիվը վեր գոլեր չկան այս խաղակեսում, բայց կրկին բարձր է խաղի տեմպը փոքր ակտիվ են ավելի Լեռնային Արցախի տղաները, այստեղ էլ խախտում Մանուկ Մուրադյանի հետ պայքարում Եվ Ռաֆայել Վարդանյանն է գնդակի մոտ Չի խաղերից մեկում Ռաֆայել Վարդանյանը փայլուն գոլ հեղինակեց հենց Տուգանայինից հիմա տեսնենք Վարդանյան Սից փորձ Այս անգամ հաջող չէր նրա հարվածը Մուրադյան պտտվեց Տուգանային հրապարակ հասնի գնդակին, այո, հասավ գնդակին Պողոսյանը Եղիազարյան Էրվից սպորտ Ասերյանն է ում իր թիմին Մելքումյան Սյան Մարկուր նրանից տարան գնդակը և արագ նորից նետվում է գրոյ Արցախը երկար փոխանցում Բաբայանից Մելքումյանը բայց Մելքումյանը գնդակը
Սարգսյանին են գրոյի Բաբայան ցածրից արված Նորից փրկվում է Յուվենտուսը Եվ հիմա էլ նրանք են պատասխանում Մուրադյան տարավ ձախ գնդակը բայց Մելքումյանն է եկել տեսնում ենք պաշտպաններին օգնության Անցած տուրում Յուվենտուսը Սարագույն պայքարում Հավացավ հաղթել Վերջո Չելսին 4-3 հաշվով Այստեղ էլ բախում հիմա և Ուգանային արված կարծես թե Պողոսյանին գցեցին, տեսնենք Եվ հիմա դիտելու է այ մրցավարը Այս դրվագը տեսնենք Դիտեց խաղի մրցավարը դրվագը և ի վերջո Որոշումը փոխվեց Արված կտեսնենք Սերգեյ Ասրյանի պաշտպանած դարպասից այնտեղ խախտում չէր նկատել Խաղի մրցավարը ի վերջո իմ արագ նետվել է գրոյի Լեռնային Արցախը Բաբայան տարավ աջ գնդակը պահեց համար պայքարում պահեց իր մոտ գնդակը Բաբայանը շարունակում է Լեռնային Արցախի գրո Հարությունյան Համբարձումյան Իսկ Լեռնային Արցախը վերջին կրում հանդիպեց Վերդերին և մարտական ոչ ոքի այնտեղ գրանցվեց 2-2 հաշիվ Բաբայան շարունակում է Արցախը գրոել Կոստանդյան փոխանցում շատ վտանգավոր էր խորքից տեսնում ենք Եկավ Հարությունյանը Կոստանդյանի փոխանցումը եզրափակելու և Վերջինիս հարվածը մի փոքր շեղ ստացվեց, շատ վտանգավոր էր Միակ ոչ ոքին այս մրցաշարում Արցախի հենց Վերդերի հետ է եղել արագ նորից Անցնում է Լեռնային Արցախը գրոյի, տեսնում ենք նրանց Չի բավականացնում ոչ ոքին այս խաղում վտանգավոր է Մելքումյանն է պահել գնդակը Հարությունյան փոխանցում Եղիազարյանը գնդակը հեռացրեց Խաղակեսի երկրորդ հատվածն է արդեն մեզ մոտ և լարված վերջաբան է մեզ սպասվում Մելքումյան Տեսնենք փորված Շատ վտանգավոր էր Արսեն Արսենյանն է փրկում իր թիմին Յուվենտուսը այստեղ գնդակ ուղղակի տվել է Լեռնային Արցախին և միայն հակագրողների վրա է Սպառնում Լեռնային Արցախին Սարգսյան Կոստանդյան Համբարձումյանի ներվից հարված Փակեցին հարվածը Նիկոլայ Համբարձումյանի Մելքումյան Համբարձումյան նորից Խլեց գնդակը նրանից Վարդանյանը Մելքումյան Սարգսյան Բաբայան շրջադարձ արված Բայց թույլ է նրա արվածը Արսեն Արսենյան դուրս է եկել իր տեղից Ասրյանը Բայց դիպուկ չէր Արսեն Արսենյանի հարվածը Նորից արագ փորձում է անցնել գրոյի Արցախը սխալվում է Համբարձումյանը Պողոսյան Փոխանցումը չանցավ Շարունակում է գրոել Յուվենտուսը Եղիազարյան Ստեղ էլ Եղիազարյանի հարվածը շեղ էր
Ստում ենք երկու թիմերն էլ շտապում են և փորձում են 3 միավոր վաստակել այս խաղում, հիմա էլ սխալվում է Հովանիսյան, այստեղ էլ խախտում և տակտիկական խախտում Մելքումյանի կողմից զգուշացվում է երկրորդ դեղին քարտը Ռոնալդ Մելքումյանին և հեռացված է խաղադաշտից Ռոնալդ Մելքումյանը։ Շատ ծանր պահին հիմա Այն Արցախի լավագույն ռմբարկում իր թիմակիցներին օգնում է խաղադաշտը և հիմա Յուվենտուսը կարծես թե կգնա առաջ և այս քանակական առավելությունից կփորձի օգտվել Հասարյան լավ փոխանցում Կոստանդյանի ուղղությամբ չկարողացավ բայել գնդակը Արամ Կոստանդյանը Անտոնյան շարժվում է առաջ ստում ենք միացավ Յուվենտուսը Լավ փոխանցում Մուրադյանից Եղիազարյան ընթացքից հարված շատ վտանգավոր էր Բաբայան նետվում է առաջ Բայց գնդակը դաշտի սահմաններում Բաբայան փոխանցում և անկյունային Ստեղ հիմա այս պայմաններում Արցախը ոչ ոքին էլ համաձայն կլինի իմ կարծիքով փոխանցում Փոխանցում Անտոնյանի ուղղությամբ, Անտոնյան սլանում է առաջ, լավ փոխանցում Մուրադյան պետք է գրավել դարպասը և հիմա ինչպիսի դիրքից է վրիպում Մանուկ Մուրադյանը Այս հնարավորություն էր, բայց չօգտվեց Մանուկ Մուրադյանը այս հնարավորությունից Փայլուն էին արել ամեն ինչ Յուվենտուսի տղաները Ամբարձումյան հիմա էլ արագ անցել է գրոյի Լեռնային Արցախը և անկյունային Աչիների իրեն Մանուկ Մուրադյանը եթե Արցախը գոլ խփի այստեղ կարող է հակագրոհել Յուվենտուսը Եղիազարյան Եվ հիմա շատ կոպիտ նրա հետ խախտում Հովանիսյանի կողմից Մուրադյանն է այստեղ էլ հարվածում և կզգուշացվի դեղին քարտով Հուսեն Հովանիսյանը Մի փոքր կրքերը բորբոքվեցին Փոխանցում Կոստանդյան վտանգավոր էր Ագնետվել է գրոյի Յուվենտուսը նորից Փայլում խաղարկումներ Մուրադյան դեյ
տեսնեք Պողոսյանի վերջո իր գոլը խփում է Յուվենտուսը եւ կարծես թե այսօր նրանք 3 միավոր կվաստակեն Միքայել Պողոսյանն է դառնում գոլի հեղինակ 3-2 Պողոսյան 3-2 համար պայքարում նորից Յուվենտուսը հաշվի մեջ առաջ է անցնում վերջին րոպեին չխփեց իր գոլը Մուրադյանը, բայց շատ կարևոր գոլային փոխանցման հեղինակ դարձավ այս խաղում այդ փոխանցումն էլ կարող է իր թիմին 3 միավոր պարգևել տեսնենք Վերջո քանակական առավելությունը Յուվենտուսին տվեց իր արդյունքը Շտապում է հիմա Լեռնային Արցախը Սարգսյան Խախտում այստեղ էլ Պողոսյանից Եվ Ստանդարտ Չկա Սարգսյան փոխանցում Տուկանային հրապարակ վտանգավոր է բոլորը տեսնում ենք այնտեղ էին Մուրադյան դարպասապար դուրս է եկել Մուրադյան եւ գոլ հիասքանչ գոլ հեղինակ է դառնում հիմա Մանուկ Մուրադյանը եւ Ի վերջո իր գոլը խփում է այսօր Մանուկ Մուրադյանը խաղն էլ ավարտված է սիրելի ֆուտբոլասերներ Յուվենտուսը կարողանում Յուվենտուսը կարողանում է համար պայքարում հաղթել Լեռնային Արցախին 4-2 հաշվով եւ երկրորդ անընդմեջ պարտությունն է այս մրցաշարում կրում Լեռնային Արցախը շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց մնացեք մեզ հետ հետաքրքիրը դեռ առջևում է